Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցել շախմատի փառատոն, որին մասնակցել են 128 շախմատիստ ամբողջ Հայաստանից։ Մրցաշարը բավականին ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին ինչպես պատանի ու երիտասարդ շախմատիստներ, այնպես էլ գրոսմայստերներ։ Կանոնակարգի համաձայն շախմատիստները մրցել են միմյանց հետ 8 խաղափուլ շվեյցարական մրցակարգով, ամեն քայլի համար տրվում էր 10 վայրկյան 5 վայրկյան հավելումով։ Ներկաները կարևորել են նման փառատոնների անցկացումը, որը կազմակերպել է Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիան։ Մրցաշարն առաջին հերթին նպաստում է մարզաձևի մասսայականացմանը, նշում է Միսակ Պալասանյանը, որը ամիսներ առաջ է սկսել ղեկավարել կառույցը։ Փառատոնի ընթացքին հետևել է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։ Վերջինս հայտարարել է, որ շախմատը գնալով ավելի է զարգանում եւ հույս է հայտնել, որ նման մոտեցման եւ շարունակական աշխատանքի դեպքում արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա։ Ես առաջ անգամ եմ Գյումրիում տեսնում եւ շատ ուրախալի է, որ արձագանքը եղել է շատ մեծ ամբողջ հանրապետությունով։ Եկել են ուժեղագույն գրոսմայստերներ, եկել են շատ հեռու մարզերից եւ շատերի համար նույնիսկ անսպասելի էր։ Շատ գրավիչ է եւ կարծում եմ, որ այսպիսի փառատոնները շատ դրական են ընդհանրապես մարդու մտածելակերպի, միջավայրի, երեխաների համար։ Ընդհանուր ստրատեգիայի մեջ մտել է, որ պարտադիր պետք է մենք փորձենք մասսայական ավելի դարձնել շախմատը։ Ես շնորհավորում եմ Գյումրիին այսպիսի գեղեցիկ միջոցառման համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր մեր շախմատիստներին, որոնք եկել են եւ մասնակցում են։ Շատ այսպես մեծ միտք, որպեսզի փորձենք միջազգային ինչ-որ մրցաշար բերենք Գյումրի։